Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստերից։ ՔՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների վրա գոռգոռալով նրանց որակումներ տալով ներողություն է խնդրում երեկվա իր հայտարարության համար, թե Արցախում 2023 թվականին 10 հոգի է զոհվել։ Ուղեղիս մեջ այդ թիվներ եղել, դեն շփոթված ասեցի, ներողություն եմ խնդրել, լավ անարմար չի։ Հիմա սահանակ ձևը ասում եմ, ոչ շփոթվել եմ, ներողություն եմ խնդրել, որովհետև մարդ ես ուղեղիդ մի թիվ է լինում, պատահաբար դա ես հայտարարում։ 24 News-ի հետ զրույցում երեկ իշխանական Սուքիասյանը սոցիալական խնդիրներից բողոքող արցախցիներին նախատել էր, թե Հայաստանում ապրուստի բնակարանի խնդիր ունեն, որովհետև չեն կռվել Ադրբեջանի հարձակման ժամանակ ու լքել են իրենց տները։ Եվ այդպես պետք է լինի։ Լրագրողի դիտարկմանը, թե այդ օրերին մեծ թվով զոհեր են եղել, ՔՊԱ-ական պատգամավորը զայրացած հակադարձեց, նրան մեղադրելով սուտ խոսելու մեջ։ Սուտ խոսեցիք, զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին։ 10 հոգի մարդ, եթե բենզինի տրաքելուց է, դա ուրիշ բան է։ Զոհ չեն ունեցել։ Այդ սկզբի մի կռիվն ա եղել, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել։ 2023 թվականի սեպտեմբերին ըստ քննչական կոմիտեի շուրջ 9 ամսվա շրջափակումից ու սովից հետո Արցախը մեկ օր էլ չտեված ռազմական գործողությունների հետևանքով 223 զոհ է տվել, որոնցից 25-ը խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև երեխաներ։ 244-ը վիրավորվել էր, նրանցից շուրջ 8 տասնյակը քաղաքացիական անձինք։ Խաչատուր Սուքիասյանը ներողության տեքստում նշել էր, թե զոհերի թիվը 210 է։ Իշխանական պատգամավորը այսօր էլ արդեն պնդում էր, թե արցախցիները 20 թվականի 44-օրյայի ժամանակ չեն կռվել։ Մինչդեռ երեկ նշում էր, թե այդ հարցերին պետք է իրավապահները պատասխանեն։ Մեծ մասը չի կռվել։ 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության մասով։ Մենք պետք է մի բան ճշտենք։ Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր արցախցի նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ Խաչատուր Սուքիասյանը իշխանական առաջին պատգամավորը չէ, որ արցախցիների վերաբերյալ աղմկահարույց հայտարարություն է անում, հիշեցնում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նրա կարծիքով իշխանական պաշտոնյաները այդպես փորձում են իրենց արդարացնել եւ հասարակության շրջանում ընկալում ձևավորել, որ տեղի ունեցածի մեղավորը արցախցիներն են։ Տպավորությունն այնպեսին է, որ 150,000 մարդու սպասում էր, որ երեխա, կին, տարեց եւ այլն, որը պիտի կռվեին եւ ինչպես պիտի կռվեին, եթե այդ կռիվն էլ գլխավորապես օդից էր, եթե մարդկանց գլխին ռումբ է գրում։ Այսինքն ես կարծում եմ, որ քանի որ ընդհանուր առմամբ Հայաստանը անընդհատ փորձում է արդարանալ 20 թվականի պատերազմում պարտությունը, զգալի չափով սա տեղափոխում է Արցախի ուսերին, Արցախի բնակչության ուսերին։